Վայրես ազատ ձայն լրատվականը սկսում է հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարը։ Մենք արդեն իսկ խոսել ենք Երևանուհիների հայկական թագավորության մասին, այսօր կշարունակենք թեման։ Մասնավորապես կխոսենք Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների, Աքեմենյան Պարսկաստանի անկման եւ թե հայկական պետությունը ինչ դեր ուներ այս քաղաքական իրավիճակներում։ Թեմայի շուրջ կխոսենք պատմաբան Գուրգեն Կարապետյանի հետ միասին։ Բարև պարոն Կարապետյան։ Պարոն Կարապետյան, միանգամից անցնեմ հարցին։ Ուրեմն Երևանուհիների գահակալության շրջանում աշխարհում շատ կարևոր խմորումներ տեղի ունեցան, մասնավորապես Մակեդոնիա պետությունը անմիջապես սկսեց զարգանալ, հզորանալ, բայց մինչ այդ պատմության մեջ նա ենթակա պետության դերում էր գտնվում։ Ինչպես զարգացավ այդ պետությունը եւ միգուցե ինչ-որ նախապատմություն կար կամ ենթատեքստ։ Տարածաշրջանում գտնվող երկու, ասած ասած, գերհզոր երկրները, Աքեմենյան Պարսկաստանը եւ Հունաստանը, կամ հունական քաղաք-պետությունները, որոնք մրցակցության մեջ էին ամբողջ տարածաշրջանում, խիստ թուլացել են։ Անցած հաղորդման ժամանակ մենք ասացինք, որ Աքեմենյան Պարսկաստանում բարոյական հարաբերությունները խիստ անկում էին ապրել, լարված էր սոցիալական վիճակը, ենթակա պետություններում սկսվել էին ապստամբություններ, որը Աքեմենյան Պարսկաստանը փաստորեն չէր կարողանում ճնշել, ասենք բարոյական կերպարի մասին, ուզենք միայն մի փաստ բերել, որ Արտաքսերքսես III, երբ որ դառնում է թագավոր, նրա հրամանով հենց առաջին օրը սպանվում են նրա 80 եղբայրները մեկ օրվա ընթացքում, իսկ հաջորդ օրերի ընթացքում փաստորեն նա ոչնչացրեց ամբողջ իր ազգը, որը իհարկե շատ ողբերգական հետևանքներ ունեցավ արքայատոհմի փոխարեն իշխանության գլուխ եկավ հայ երևանդուններ նաև Աքեմենյան Պարսկաստանում։ Հունաստանում փաստորեն այսպես կոչված Պելոպոնեսյան պատերազմի հետևանքով, երբ Աթենքը փորձում էր շահագործել, ինչպես այժմ Եվրոպան միջայլոց, մյուս հունական քաղաք-պետությունները այդ հանգեցրեց նրան, որ այդ Պելոպոնեսյան պատերազմը սկսվեց եւ փաստորեն հունական քաղաք-պետություններն էլ խիստ թուլացել էին, նաև բնակչության մոտ փաստորեն նորից խիստ բարոյական անկում էր տեղի ունեցել, բնական է, երբ որ ասենք զինվորը թրով կարող է մեկ օրվա ընթացքում ամբողջ հարստություն դիզել, դրանից հետո նա շատ դժվարությամբ նորից կվերցնի գութան եւ կսկսի հող վարել եւ փաստորեն ամբողջ հունական բնակչությունը դարձել էր վարձկան զինվոր, միայն այն որ ուրեմն մոտապես այդ շրջանում Սպարտայի թագավորը 70 տարեկան որպես վարձկան զինվոր ծառայում էր Եգիպտոսում, փարավոնների բանակում, արդեն խոսում է այդ ընդհանուր Հունաստանի մասին։ Մենք ասեցինք անցած հաղորդման ժամանակ, որ 4 Քրիստոսի առաջ 401 թվականին տեղի ունեցավ հույների նահանջը, Անաբասիսը, Հայաստանի տարածքով, եւ սա փաստորեն ունեցավ շատ կարևոր նշանակություն տարածաշրջանի համար։ Հույն զինվորները նաև Քսենոփոնը իր աշխարհությունում դա նշում է, գնալով Հունաստան, նշեցին, որ փաստորեն Աքեմենյան Պարսկաստանը խիստ թուլացել է, կարելի է հեշտությամբ թալանել արևելք։ Ասեմ, որ Հունաստանում այդ ժամանակ հունական քաղաք-պետություններում ձևավորվել էր երկու քաղաքական ուղղվածություն։ Մեկը պարսկամետ, մյուսը մակեդոնամետ։ Ուրեմն պարսկամետները գտնում էին, որ Պարսկաստանն արդեն թուլացել է, բայց Հունաստանը փաստորեն գտնում է ոչնչացման եզրին եւ գտնում էին, որ պետք է կամավոր ընդունել Պարսկաստանի գերիշխանությունը եւ միավորել հունական քաղաքապետությունը։ Մակեդոնական կողմը, որոնք հիմնականում ուրեմն զինվորականություններ եւ այդ ժամանակ Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ II-ի կողմնակիցները, որոնք նրանից փող էին ստանում կաշառք, գտնում էին, որ անհրաժեշտ է խնդիրը, ինչպես Քսենոփոնը, լուծել Պարսկաստանը թալանելու ճանապարհով։ Մակեդոնիան փաստորեն այս վիճակում դարձել էր միակ կղզիակը այդ տարածաշրջանում։ Ինչ է Մակեդոնիան։ Դուք նշեցիք, որ փաստորեն Մակեդոնիան ենթակա երկիր էր։ Ֆիլիպ II-ի եղբայրը, երբ մահացավ, նա ուրեմն իշխանությունը թողել էր իր անչափահաս որդուն եւ նրա խնամակալը Ֆիլիպ II-ն էր, որը փաստորեն ունենալով հունական կրթություն գահանքեց արեց եւ փաստորեն զավթեց իշխանությունը, այդ ժամանակ հայտնաբերվեց նրա մոտ արծաթե հանքեր, փաստորեն ստեղծեց բավականին հզոր ֆալանգ, որը սկսեց իր այդ գրավումները եւ օգտվելով այն նրանից, որ Հունաստանը փաստորեն ասենք մշտապես շարունակում էր այդ ընթարումները, նաեւ կաշառքի միջոցով փաստորեն սկզբում նա գրավեց Հունաստանի հյուսիս
լույսը, հետագայում նաև փաստորեն ամբողջ Հունաստանը խոստանալով հունական զինվորներին Թալանի համար մեծ պատերազմ եւ փաստորեն սա էր պատճառը, այսինքն ավելի շատ արտաքինը, որ Մակեդոնիան դարձավ տարածաշրջանի ամենամարտունակ, ամենահզոր երկիրը, բայց պետք է նշել, որ միանգամից Մակեդոնիայի հզորության ամենաբարձրագույն աստիճանում էլ բանակում վերնախավ մակեդոնացիներն են, իսկ կռվողները հիմնականում այդ հունական վարձկան զինվորներն են։ Պարոն Կարապետյան, այս աշխարհաքաղաքական իրադարձություններում Հայաստանը ինչ դեր ուներ։ Ուրեմն ասեմ ձեզ, հույները լուրեր տարան Աքեմենյան Պարսկաստանի խիստ թուլացման մասին եւ ընդամենը 1 տարուց հետո սկսվում է մի պատերազմ, կարելի ասել, որին ակտիվորեն մասնակցել են հայերը եւ ցավոք սրտի հայոց պատմության մեջ ընդհանրապես դրա մասին չի նշվում։ 400 թվականին Քրիստոսից առաջ Սպարտայի 5000-անոց բանակը մտավ փոքր այստեղ։ Ինչ է նշանակում 5000-անոց սպարտական բանակ։ Սկսենք դրանից։ Ասենք, երբ որ կարդում եք ռազմական պատմությունից եւ նշվում է, որ մի երկրի զորքերը այսքան են, մյուսին այսքան, դա չի կարելի նայել, այսպես ասած, միանշանակ, որովհետեւ տարբեր պետություններում բանակի թվականակի հաշվման տարբեր համակարգեր կան։ Սպարտայում զինվոր համարում են միայն եւ միայն Սպարտայի քաղաքացիները։ Բայց ուրեմն ամեն Սպարտայի զինվոր ուներ իր ջոկատը, որը հավաքվում էր Սպարտայի բնիկներից, որոնց այսպես ասած ճորտացրել են, եւ ամեն մի զինվոր ուներ 20 իր ենթակա զինվորներն։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք սպարտական 5000-անոց բանակի մասին, դա պետք է բազմապատկել 20-ով։ Այսինքն այդ բանակի թիվը 100,000 էր, եւ դա փաստորեն ահռելի քանակություններ, նամանավանդ որ ասացինք տասնամյակներ շարունակող ընթացող պատերազմների ժամանակ սրանք դարձել էին խիստ մարտունակ, պրոֆեսիոնալ, շատ լավ զինված զորքեր։ Եվ տեսնում ենք, որ պարսկական փոքրասիական ուրեմն կառավարիչները խոճապի մատնված, նաև մտածելով միայն իրենց մասնավոր շահերին, խայտարակ պարտություն են կրում եւ փաստորեն Սպարտան գրավում է Փոքրասիայի տարածքների մեծ մասը, որից հետո ստիված Աքեմենյան Պարսկաստանի արքայից արքան Փոքրասիայի կառավարումը եւ ընդհանուր զորքերի հրամանատարությունը հանձնում է Տիրիբարզին, այն նույն մարդուն, որը ասացինք Անաբասիսում նշվում է որպես Արևմտյան Հայաստանի կառավարիչ։ Այս հանճարեղ քաղաքական եւ ռազմական գործիչը կարճ ժամանակահատվածում կարողանում է իրեն ենթարկեցնել տեղական իշխանություններին, վերակառուցել բանակը, որի կորիզը դառնում է հայկական զինված ուժերը, որը ճիշտ ասած մեր համար հետագայում ունեցավ ինչպես դրական, որտեղ հայկական բանակը դրանից հետո դարձավ աշխարհում ամենամարտունակ բանակը, բայց նաև երկրի ռազմականացման հետևանքով, երբ ուրեմն հայերն ստեղծեցին պրոֆեսիոնալ բանակ եւ բանակ մտնում էին նախարարների կրծեր ворթիները, սեպունները, փաստորեն սկսեցին բուն ժողովրդից այլևս զոր չհավաքել, իսկ եթե ժողովրդից խլվում է երկիրը պաշտպանելու սրբազան պարտականությունը, աշճանաբար նրանից խլվում է նաև երկիրը կառավարելու իրավունքը եւ փաստորեն հայ բնակչության ճնշող մեծամասնությունը այդ շրջանից սկսված աշճանաբար սկսում է օտարվել պետականությունից, որը գիտեք հիմա էլ ինչքան վատ հետևանքներ ունի, երբ հայը իր ընտանիքը լավագույն դեպքում իր ազգականներին ընդունում է, իսկ դրանից ավելի վեր, այսպես կոչված համապետական, համահասարակական խնդիրների նկատմամբ ունի բավականին պասիվ անտարբեր դրություն։ Այդ ժամանակներից է գալիս եւ ինձ թվում է այդ սխալներն ուղղելու համար անհրաժեշտ է իմանալ դրանց պատճառները։ Եվ Տիրիբարզը կարողացավ կարճ ժամանակահատվածում Սպարտայի զորքերը հետ մղել, սա պատճառ դարձավ ավելի մեծ ռազմական գործողությունների, պատերազմի մեջ մտավ Կրետեն, որը այդ տարածաշրջանի ամենահզոր նավատորմն ուներ, նաև Եգիպտոսը, ասենք միայն Եգիպտոսը 150 ռազմական նավեր ուղարկեց Կրետեին, եւ այս պայմաններում պատերազմը դառնում էր խիստ արյունահեղ, բայց ի պատիվ հայկական զորքերի, ասենք, որ հայերը կարողացան նրան ջախջախել եւ սկսվեցին բանակցություններ, բայց այստեղ նաև սկսվեց Հայաստանի ներքին լարվածության բարձրացումը, որն էր պատճառը, ամբողջ Հայաստանի թագավոր Երվանդը, մասին նույնպես նշել ենք,
վախեցավ, որ փաստորեն ամբողջ միջերկրական ծովում եւ Փոքր Ասիայում Տիրիբարզի հեղինակության բարձրացումը կարող է հանգեցնել նրան, որ ասենք գերիշխող դիրք դառնա արևմտյան Հայաստանի ենթակա թագավորությունը, որի հետևանքով նա մեղադրեց արքայից արքայի աներոջ մոտ, որ Տիրիբարզանը փաստորեն ցանկանում է դիտավորյալ ձգձգել պատերազմը եւ նրան պաշտոնից հանեցին եւ կնքեցին մի պայմանագիր, որի համաձայն իհարկե Սպարտան ճանաչել էր իր պարտությունը եւ ըստ պայմանագրի հունական մյուս քաղաքապետություններն իրավունք չունեն բանակ ունենալու, կնքելու ռազմական պայմանագրեր։ Հունաստանը վերջնականապես համոզվեց, որ Թեմենյան Պարսկաստանը խիստ թուլացել է, նամանավանդ որ Պարսկաստանը այդպես էլ չկարողացավ ճնշել Եգիպտոսի եւ Կրետեի ապստամբությունները, որոնք փաստորեն դարձան այդ նախադեպը Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների։ Պարոն Կարապետյան, ով էր Ալեքսանդր Մակեդոնացին։ Արդեն նշեցինք, որ նա Ֆիլիպոսի կամ Ֆիլիպ II-ի որդին էր, որը ստացել էր մաքուր հունական կրթություն, ընդհանրապես նաև Ֆիլիպը, երբ որ եղել էր Աթենքում, սերտ կապեր էր հաստատել Աթենքին եւ իր պետության մեջ, այսինքն հենարան չունենալով տեղական հույներին մեծ տեղ էր տալիս եւ փաստորեն Ֆիլիպ II-ի բժշկի որդին Արիստոտելն էր, ճշմարտությունից հեռու չենք լինի, եւ թե ասենք, որ նա աշխարհում եղել է առաջին հակառասիստը։ Նա իր աշխատություններում պնդում էր, որ միայն հելենները, հույներն են, որ իրավունք ունեն ազատ ապրելու, իսկ այսպես կոչված բարբարոսների երջանիկ վիճակը հելենների մոտ ստրուկ լինելն է։ Եվ այս գաղափարախոսությամբ էլ դասիրակել էր իր աշակերտին մանկուց, հատկապես նրա մայրը Օլիմպիան, որը եղել է գաղտնի կրոնական միության անդամ եւ իր որդուն համոզել էր, որ ինքը Աստծո որդի է եւ մանուկ հասակից Մակեդոնացին դասիրակվել էր խիստ եսասիրությամբ, իր վրա մեծ վստահությամբ, չափից դուրս դաժանությամբ։ Միայն այն, որ 16 տարեկանում նա ոչնչացրեց մի ամբողջ քաղաքի բնակչություն, նույնիսկ հաշվի չառնելով, որ դարեր շարունակ ուրեմն տաճարները անձեռն մխել էին եւ հրամայեց տաճարում թաքնված կանանց եւ երեխաներին ոչնչացնել, արդեն խոսում է այդ մարդու դաժանության մասին։ Ուրեմն ասեմ, որ Ֆիլիպ II-ը իր կյանքի վերջում, երբ արդեն ամբողջ Հունաստանը գրավել էր, նպատակ ուներ նորից ամուսնանալու, նա ամուսնացավ, իսկ Օլիմպիային փաստորեն աքսորել էր Ալեքսանդր Մակեդոնացու մորը եւ կար վտանգ, որ Ալեքսանդրի փոխարեն նոր ծնված երեխան կարող է դառնալ թագավոր, նա մանավանդ որ պատմության մեջ պահպանվել է մի միջադեպ, հարբած մակեդոնական զորավարներից մեկը բաժակ է բարձրացնում ու խմում ապագա արքայազնի կենացը, որը պետք է ծնվի, որպեսզի անօրինական ծնված Ալեքսանդրը չդառնա իրենց թագավոր։ Հենց այդ դեպքից հետո էր, որ տեղի ունեցավ Ֆիլիպի սպանությունը, սպանողներն անմիջապես սպանվեցին Ալեքսանդրի կողմից եւ փաստորեն հնարավոր չեղավ պարզել, հետո հենց այդ նույն պահին Ալեքսանդրը պնդեց, որ սպանությունը իրականացրել են պարսիկները եւ փաստորեն ստեղծեց առիթ, առաջինը դա, երկրորդ իբր թե դարի առաջինի ժամանակ պարսիկները վառել էին Ակրոպոլը եւ նա հայտարարեց, որ ինքը դրա վրա է լուծի, մոռանալով, որ ինքը նույնպես ամբողջ տաճարներ էր ոչնչացնում եւ ամբողջ բնակչության սրի քաշում եւ փաստորեն Ալեքսանդր Մակեդոնացին արդեն ստացել էր իր հոր ստեղծած այդ հսկա բանակը լավ մարզված, նաեւ իր մոր եւ իր ուսուցչի կողմից զինվել էր էգոիզմով, պատելությամբ եւ երազում էր կրկնել Աքիլեսի փառքը եւ ուրեմն մտնել կենթանության ժամանակ աստվածների պանթեոն։ Նրա արշավանքի մասին տեղեկությունները միայն եւ միայն մեզ հասել են հունական եւ հռոմեական աղբյուրներից, փառքի պսակ են սարքել, որտեղ ասենք հռոմեացիները ցանկանում էին կրկնել մակեդոնացու այդ գլոբալիզմ աշխարհի զավթման ծրագիրը,
Հույններն էլ մինչև հիմա մակեդոնացուն Ալեքսանդրին համարում են հույն, որի հետևանքով խոսել այն մասին, որ այդ տեղեկությունները ճշգրիտ են, իհարկե չէ, բայց նույնիսկ հենվելով Արիանոսի, Ռուֆուսի աշխատությունների վրա, հռոմեական աղբյուրների վրա կարելի է շատ նոր լուրջ ուսումնասիրություններ կատարել եւ հանգել լրիվ ուրիշ կարծիքների։ Առաջ ըստ մեզ հասած աղբյուրների պարսկական բանակը չէր կարող անցնել 100,000-ից, նույնիսկ խոսակցությունը գնում է, որ նա պետք է լիներ մոտավորապես 70,000։ Ալեքսանդր Մակեդոնացու ճառը, որը մեզ հասել է մի քանի աղբյուրներից, ցույց է տալիս, թե ինչպիսին էր պարսկական բանակի զինվածության եւ մարտունակության աստիճանը։ Նա ուրեմն Գավգամելայի ճակատամարտից առաջ դիմելով մակեդոնական զորքերին նշում է, որ տեսեք մեր թշնամուն, նրանք հիմնականում զինված են տեգերով, անգամ պարսատիկներով, մեծ մասը նույնիսկ ոտաբոբիկ են ու անհագուստ։ Այսինքն սա պարզապես հավաքված էր մի ամբոխ եւ պատահական չէ, որ պարսկական բանակի կորիզը համարում էր հունական վարձկանները, որոնք հիմնականում օգտագործում էին ապստամբությունները ճնշելու համար։ Սա փաստորեն նրանց տարբերություն, իսկ մակեդոնական բանակը, միայն այն, որ մակեդոնական բանակում ոչ միայն զինվորներ կային, այլ նաև աշխարհագրագետներ, երկրաբաններ, պատմաբաններ, խոսում է այդ արշավանքի խիստ կազմակերպված լինելու, նաև ասում են, որ մակեդոնական զինվորը իր 5 մետր երկարության իզակներով փաստորեն ընդհանրապես անխոցելի էր։ Մենք ասեցինք, որ Արտաքսերքսես 3-րդի իշխանության ժամանակ Աքեմենյան տոմը փաստորեն իրեն ձեռքով ոչնչացվեց, նրանից հետո նստեց նրա տապան, որը 2 տարի ընդամենը կառավարեց, որից հետո փաստորեն Դարե 3-րդ անունով Աքեմենյան Պարսկաստանի գահի նստեց հայոց թագավոր Արտաշատը, որը իմիջիայլոց պարսկական աղբյուրներում, նաև ասորական աղբյուրներում նշում է որպես քաչ, համարձակ, տաղանդավոր զորահրամանատար եւ նշում է, որ նա հենց հայոց զուգահին նստեց իր քաջության համար, որտեղ ճակատամարտներից մեկի ժամանակ փրկել էր Արտաքսերքսես 3-ին։ Եվ այս մարդն էր, որ փաստորեն դարձավ բանակի գլխավոր հրամանատար եւ անմիջական փաստեր չկա։ Կարելի է հանգել այն եզրակացության, որ նաեւ նրա հայկական ծագումը ունեցել է բացասական հետևանք, արշավանքի ընդհանուր ճանապարհը հայտնի է, հա, նա ապիչավ Փոքր Ասիայում Սարդեսի Փոքր Ասիայի կառավարիչը դավաճանեց եւ դարպասները բացեց, նաեւ նրա կողմն անցան հունական քաղաքպետությունները, Կիլիկիայում տեղ ունեցավ Հիսուսի ճակատամարտը, որտեղ փաստորեն պարսիկները փախան եւ Դարեն ստիպված էր նույնիսկ ասում են, որ իր կնոջը եւ մորը թողնելով փախչել, որից հետո մակեդոնացին միջերկրական ծովի ափով իջավ մինչև Եգիպտոսում ստացավ մեծ ռազմական նոր աջակցություն Հունաստանից եւ այնտեղից շարժվեց Գավգամելայի դաշտ, որտեղ տեղ ունեցավ Քրիստոս առաջ 331 թվականին գլխավոր ճակատամարտը։ Ուրեմն մեզ մանրամասն հասել է այդ ճակատամարտի զինվորների դասավորությունը եւ ընդհանուր ռազմական ընթացքը պատերազմի։ Ուրեմն երկու թևերում էլ գլխավոր հարվածող ուժերից մեկը հայերն են։ Ձախ կողմում կանգնած են փոքր հայքի զորքերը, փրուգիական զորքերը եւ սկյուտները։ Աջ կողմում Կապադոկիայի զորքերն են, որի ղեկավարությունը նորից գտնում էր հայերի ձեռքին, այդ հիմնական ժամանակաշրջանում եւ մեծ հայքի զորքերը, որի հրամանատարն էր ըստ Մովսես Խորենացի Վահեն, իսկ ըստ հունական աղբյուրների Երվանդը, բոլոր ով թագավոր էր ոցվում, արդեն դառնում էր Երվանդ։ Կենտրոնում գտնում էին մարերը եւ պարսիկները։ Մարտական գործողությունների հենց սկզբից պարզ դարձավ, որ կայուն մարտունակ զորքերը միայն հայերն են։ Ասենք, երբ որ պարսկական մարտակարգերը մտան կռվի մեջ, մակեդոնացիները հանգիստ կարողացան հերվից նետահարել մարտակարգեր վարողներին եւ փաստորեն մարտակարգերը դարձան անպետք։ Դրան հակառակ, երբ հայկական ավելի փոքրաթիվ մարտակարգերը մտան մարտի մեջ, Ռուֆուսը նշում է, որ սարսափելի մեծ վնաս հասցրեցին մակեդոնական զորքերին։ Նույն ժամանակ փաստորեն հարձակման անցավ մեծ հայքի զորքերը,
եւ նրանք կարողացան ճեղքել փալանգը, իսկ փալանգ ճեղքել նշանակում է անմարդունակ դարձնել հակառակորդին, որովհետեւ այդ փալանգը իրար ուսուսի շարժում է եւ փաստորեն զինվորը ի վիճակի չէ նույնիսկ իր շարքից ինքը թեքվելու հետ կամ ասենք դուրս գալու, որովհետեւ մեկի վահանը պաշտպանում է մյուսին։ Փալանգը ճեղքելուց հետո հայկական զորքերը անցան թշնամու թիկունք, ազատեցին գերիներին, զինեցին նրանց եւ սկսեցին հարված ուղղել փալանգի թիկունքին։ Մակեդոնացիները փորձ արեցին ճնշել փոքր հայքի, այսինքն ձախ թևի զորքերը, սակայն ուրեմն այնտեղ կարողացան մակեդոնացիներին կանգնեցնել եւ Հեծելազորը փորձում էր թևանցում կատարել եւ արդեն ձախ կողմից նույնպես հարվածել մակեդոնական թիկունքին, թվում էր թե հաղթանակը հայ պարսկական զորքերի կողմն է, բայց այդ մարտի թեժ պահին պարսիկներն ու մարերը փախան։ Այս պահին եմ ասում, որ գուցե նաեւ Դարե 3-րդի հայկական ցակումը ունեցավ ազդեցություն դրա վրա եւ փաստորեն կենտրոնը դատարկվեց, նշում են, որ մակեդոնացին թողնելով անուշադրության այդ մարտը փորձեց Դարե 3-ի հետևից հասնել եւ ուրեմն լուր եկավ, որ հայկական զորքերն արդեն հարվածել են եւ մակեդոնական զորքում սկսում է խուճապ եւ փաստորեն պարտությունն անխուսափելի է, որից հետո հույն հռոմեական պատմիչները կարճ նշում են, որ մակեդոնացին հետ եկավ եւ տարավ հաղթանակ։ Թովմա Արծրունին մի քիչ ավելի գեղարվեստական ոճով գրում է, որ երբ որ մակեդոնացին եկավ, Վահեն հայոց թագավորը զոհվել էր, դա էլ հավանական նաև բացական ազդեցություն ունեցավ հայկական զորքերի վրա, բայց զորքերի ընդհանուր հրամանատարությունը իր վրա էր վերցրել Արծրունների տոհմի Ասուդ Արծրունին, ով ասում են, որ նա տեսնելով մակեդոնացուն իջավ ձիուց, մոտեցավ եւ ասաց, որ կռվում են, որպեսզի քաջերն ու վախկոտները նույն չափով չչափվեն։ Այսինքն խնդիրը գնում է ոչ թե պարսկական պետությունը պահպանման, այլ հայկական բանակի պատիվը պահպանելու։ Մակեդոնացին, որը ոչ մեկին չէր ներում, ով իրեն դիմադրում էր, ստիպված էր նում թույլ տալ, որպեսզի հայկական զորքերը կանոնավոր նահանջեն Հայաստան եւ փաստորեն հայկական ամբողջ պետականության նկատմամբ որևէ ոտնձգություն շատ երկար ժամանակ չեղավ, ու գիտեք մակեդոնացին հասավ մինչև Հնդկաստան, որոշ տվյալներով այնտեղ պարտություն կրեց, որոշ տվյալներով բանակներ, ըստ հունահռոմեական աղբյուրների, մակեդոնացիները միայն մեկ անգամ փորձեցին մտնել Հայաստան, հավանական է ծովով մտան Սպեր գավառ, սակայն այնտեղ ջախջախիչ պարտություն կրեցին եւ վտարվեցին։ Կա եւս մեկ նշում, որ մակեդոնացին Հայաստանում որպես կառավարիչ նշանակել է մեկին, բայց ինչ է եղել հայտնի չէ, բայց փաստվում է փաստ, որ մակեդոնական բոլոր փաստաթղթերում, որտեղ նշում են մակեդոնական կայսրության սահմանները, Հայաստանը երբեք չի մտնում այդ տարածքի մեջ, այսինքն եթե անգամ նշանակվել է որևէ մեկը, անձամբ այդ Սարդեսի դավաճան ուրեմն կառավարիչն է նշանակվել, միևնույնն է նա, եթե ասենք այդ Սպեր գավառի զորքի հետ էլ եկել է, ուրեմն մահացել է։ Այսինքն Հայաստանը երբևիցե չի եղել ամենաչնչին կախվածություն մակեդոնական կայսրությունից, սակայն կարևոր է այն, որ ուրեմն մակեդոնացին ամուսնացավ Դարե 3-ի դուստրի հետ եւ փաստորեն օրինականացրեց իր կառավարումը Աքեմենյան Պարսկաստանում, փաստորեն նա դարձավ Դարե 3-ի անմիջական ժառանգը։ Սա պատճառ դարձավ, որ Հայաստանը որևէ ակտիվ քայլեր չիրականացրեց Մակեդոնիայի դեմ, ինչու եմ ես սա վիճռորեն ասում, որովհետև հենց տեղի ունեցավ մակեդոնական կայսրության պառակտումը, դա տեղի ունեցավ ուրեմն 312 թվականին եւ փաստորեն արդեն օրինական չէին, ասենք ոչ Եգիպտոսում, Պտմոմյանները, ոչ Սելևկյանները, Հայաստանը միանգամից սկսում է ակտիվ հակամակեդոնական քաղաքականություն վարել եւ ուրեմն բազմաթիվ երկրներում, ասենք Բութանիայում, Պոնտոսում, Կապադովկիայում, Վրաստանում կարողանում է դուրս քշել մակեդոնական զորքերին եւ այնտեղ նստեցնել կառավարիչներ, որոնք արդեն օրինական էին, որովհետեւ հավանական է արունակցական կապեր ունեին հին կառավարիչների հետ։
Պարոն Կարապետյան, երևի արդեն հասանք վերջին շրջանը, այսինքն վերջին հարցը պետք է ձեզ տամ, Երևանդունների գահակալության շրջանը երբ եւ ինչպես ավարտվեց։ Մովսես Խորենացին գրելով հայկազնների կամ երևանների հարստության մասին նշում է, որ մեր նշած Վահեն հաստորեն վերջին մաքուր երևանդուններ, հայկազններ, որը մահացավ Գալգամելայի ճակատամարտում։ Սա շատ կարևոր փաստարկ է, որից հետո նշում է, որ Վահեից հետո խառնակ ժամանակներ էր երկրում եւ տարբեր մարդիկ, տարբեր արտներով կարողացան նստել գահին, բայց դրանք օրինական չէին, մինչեւ որ Քրիստոսից առաջ 143 թվականին Վաղարշակը փաստորեն տիրացավ հայկական գահին եւ իշխանության եկան արշակունիները։ Վաղարշակի քարտուղար Մարաբաս Կատինան փաստորեն թագավորի պատվերով սկսում է գրել հայոց պատմությունը։ Պատմությունը դա բավականին քաղաքականացված գիտություն է եւ բնական է, որ Վաղարշակը նպատակ ուներ ցույց տալու, որ արշակունների կառավարումը Հայաստանում օրինական հիմքերում է։ Դրա լավագույն ճանապարհն էր ապացուցել, որ իրենից առաջվա կառավարիչները անօրինական էին, որի համար էլ փաստորեն նա նշում է, որ Վահեից հետո, այսինքն գալիս է այդ Մարաբաս Կատինայից, Վահեից հետո փաստորեն մնացածները արդեն հայկազններ, երևանդուններ չեն։ Բայց յուրախություն մեզ հենց հայկական աղբյուրներ ունենք, նաև ունենք օտար աղբյուրներ, որոնք պնդում են հակառակը։ Առաջինը Նեմրութի արձանագրությունը, որը ասեցինք թողել է Կոմագենի կառավարիչը ցանկանալով ցույց տալ, որ ինքը անմիջական սերում է երևանդուններից։ Եվ այնտեղ կա հաջորդական երևանդների ուրեմն գահակալումը։ Եվ նշվում է, որ ուրեմն Վահեի մայից հետո փաստորեն հայոց գահին նստել է Պարսկաստանի սատրապ Երվանդը։ Այսինքն նշանակում է, որ Աքեմենյան Պարսկաստանի կենտրոնի կառավարիչը, որը պարտադիր պետք է լիներ արքայից արքայի եղբայրը, դրա չլինելու դեպքում գոնե հորեղբոր տղա, այսինքն այս Երվանդը փաստորեն նույն մեր նշած Արտաշատ դարի 3-րդ դարչացի մերձավոր բարեկամն էր, որի համար էլ փաստորեն ինքը իր արձանագրությունում չի նշում իրեն որպես արքա, որտեղ հավանական է հույսեր ուներ վերադառնալու եւ նորից ստանալու իր Աքեմենյան Պարսկաստանի գահը, որից հետո նշվում է, որ թագավորել է Երվանդ թագավորը։ Սա այսինքն նորից մեր նշածն է, որ օծվելուց նորից ընդունել է Երվանդ, բայց արդեն սա սատրապը չէ։ Այ հետո շատ հետաքրքիր բան կա, որ Նեմրութի արձանագրության մեջ նշվում է, որ այս Երվանդից հետո եղել է ուրեմն իրականում Ծոպ Կոմագենի կառավարիչ Շամը կամ Սամոսը։ Բնական է, որ դա Ծոպ Կոմագենի թագավորությունն էր, իսկ Հայաստանում մեծ հայքում պետք է լիներ ուրիշ թագավոր, բայց որովհետև արձանագրությունում նշվում է Երևանդունիները, այս արձանագրության մեջ ուզում էին ցույց տալ, որ արդեն իրական շարունակորդները իրենք էին Ծոպ Կոմագենը, սակայն փաստորեն մի անուն կա, որը ցավոք սրտի ջարդված է, մնացել է միայն վերջին տարերը, բայց հաստատ Երևան չի։ Հավանական է, որ այստեղ եղել է մեկը, որը շատ կարճ ժամանակահատված է թագավորել, նույնիսկ փաստորեն նրան չեն ցանկացել ներկայացնել որպես Երվանդ, այսինքն Երվանդների ծագում, եւ գիտենք, որ մինչեւ 201 թվականը նորից մեծ հայքում թագավորում էր Երվանդների տոհմից Երվանդը, որին Մովսես Խորենացին պարզապես որպեսզի ցույց տա, որ սա էլ անօրինական է, նշում է, որ նա միայն մոր կողմից էր Երվանդունի, իսկ հոր կողմից ապորածին էր, այսինքն նորից այդ քաղաքական գիծն է բանան, որով ուրեմն կարող ենք պնդել, որ մինչև գոնե Քրիստոսից առաջ 201 թվականը փաստորեն Երվանդունիները կառավարում էին ամբողջ Հայաստանի տարածքում։ Հիմա Ծոպ Կոմագենում փաստորեն այդ կառավարման հետևանքով ասեցինք այդ արքան, որը փաստորեն Երվան չէր կոչվել, ամենայն հավանականությամբ պատճառ դարձավ, որ մի կողմից փոքր հայքի թագավորությունը
որը բավականին մեծ տարածքներ էր գրավում, ասենք Ստրաբոնը նշում է, որ Տրապիզոնը մտնում էր Փոքր Հայքի կառավարության կազմում եւ ծով Կոմագենը, որի մեջ մտնում էր, ասենք, բավականին մեծ տարածքներ, նաեւ հյուսիսային Մեջագետքի, Ծածնիկ եւ այլն, փաստորեն իրենց հրճակում են անմիջական ժառանգները Երվանդունիների եւ ուրեմն շարունակում են այնտեղ կառավարել։ Մեր նշած Նեմրութի արձանագրությունների հեղինակ Անտիոքոս Կոմագենցին այդ ճյուղի մեջ մտցել է նաեւ իրեն, փաստորեն ընդունելով դա հիմք կարող ենք պնդել, որ Երվանդունիները Հայաստանում փաստորեն կառավարել են ամենակիչը մինչև Քրիստոսից առաջ 143 թվական, բայց կան տեղեկություններ, որ դեռ հետագայում էլ նրանց միջուղը Զարեյանները, ինչպես նշում է Մովսես Խոյունացին, շարունակել են կառավարել։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան։ Սիրելիներս, թերևս այսքանը մենք ավարտեցինք Երվանդունիների հայկական թագավորության նկարագրումը, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Հաջողություն։